հայտնի դարձավ պաշտպանական բյուջեն է կրճատվելու 15%-ով, ընդդիմությունից այսօր արդեն գնահատականներ հնչեցին, որ սա նշանակում է, որ իշխանությունը շարժվում է Ադրբեջանի պահանջով, ապա ռազմականացում եւ առհասարակ զինվելու այդ կարողությունները ավելացնելու գործելակերպից հետ քայլ։ Սրան ինչպես կարձագանք եք եւ Սրան արձագանքի մեջ հաջորդը։ Իսկ ընդդիմությունը, որ իր բյուջեն իր օլիգարխներով մեծացնում է, կարում է աղքատ ՔՊ-ից իշխանություն վերցնի։ Կարծես թե ոչ, որովհետև դրանով չի որոշվում եւ օպտիմալացումը եւ ինչ որ չափ բանկ տեղափոխելը որևիցե նշանակություն չունի։ Իրանք շատ բան են ասում։ Այսինքն ինչ իրանք ենթադրում են, որ մենք պետք է մեր բյուջեն այնքան մեծացնենք, որ Ադրբեջանի նավթ ունեցող եւ գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ երկրորդ բանակ Թուրքիայի հետ, այդ ինչքան ասենց ասեմ, ամբողջ բյուջեն է դրա մասին չի, դա բանա, դա կներեք ներողություն եմ խնդրում, թող ոչ մեկ չնեղանա, անկեղծ չեմ ուզում որևիցե մեկին վիրավորեմ, բայց դա համ դեմագոգիա, համ մանկամտություն է, ով ավելի շատ փող ունի, նայա ճիշտ տրամաբանությունը, կներեք, բայց այդ պարագայում չի գործում։ Հետո երկրորդը Պարտադիր չի դու շատ ծախսես, պարտադիր դու արդյունավետ ծախսես։ Մի բանը արդյունավետ ծախսես, մի բանը շատ ծախսես, ու չգողանաս կարևորը։ Իսկ ընդդիմադիրները այդ գողանալու մասով թող մեկնաբանություն ունենան։ Խաղաղության հաստատումը, որի մասին հայտարարվում է, կապ ունի այս որոշման հետ, պարոն Սիմոնյան։ Բոլոր որոշումները կապ ունեն ու կապ են ունենալու մեր երկրի շահերի հետ։ Այսինքն մենք նայելու ենք մեզ ինչն է ձեռնտու։ Մենք ինչ որ պահից սկսած, կարող է այն ամենասկզբում ինչ որ սխալներ նմանատիպ եղել են, որ մենք ընկել ենք ինչ որ կարծրատիպերի, ինչ որ տրամաբանությունների մեջ, հա, բայց բոլոր այս վերջի ժամանակահատվածների դեպքում մենք նայել ենք թե մեր երկրին որն է ձեռ տալիս սահմանադրությունը մենք 2020 թվականին կորոնավիրուսից առաջ համաճարակից առաջ արդեն սկսել էինք այդ փոփոխությունը հա բայց նոր իրողություն եկավ եւ մենք պետքա նա փակեք էլի այդ դուրը կամ ձենը ցածրացնենք Պարոն Սիմոնյան, նկատին նախաստորագրված պայմանագիրը ազդեց, որ պետական ծախսերը բնայի մասով պակասեն։ Կրկնում եմ, որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը, բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահից։ Մենք նույնիսկ չգիտեմ, համազգեստ ենք փոխելու։ Հիմա կգանք ասեն հետա եկանա։ Չէ, այդ շուտ տրամաբանություն չկա, նույնիսկ գույնը բան գիտեմ, շատ հետաքրքիր, հա, շատ սիրուն բան ասա։ Հա, ոչինչ, հիմա process է, ինչ ես ուզում։ Ասենք այսօրվա օրակարգին impeachment-ի, դա ինչքան է ռեալ համարում մեկ եւ երկրորդ արտահերթ ընտրություններ հնարավոր են, որովհետեւ եթե նայենք մի քիչ դրա իրական ռեալ կողմին, դա ձեզ է ձեռնտու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ դուք եք պատրաստ հիմա այս ընտրություններից։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված, լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Երկրորդը ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում, այո, այսօր առաջին անգամ եմ ես այսօր ի դեպ լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություն։ Պատկերացնեք 4.5 տարի է անցել, ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս, Աբրահամյանը մոտավորապես 8 ամիս է մնացել, 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք, որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ։ Դուք հասկանում եք ընդդիմության Ինչու՞։ Որտեվ իրանք պատրաստ չեն։ Մի քանի բանի պատճառով պատրաստ չեն։ Առաջին իրանք գիտեն, որ իրանք չեն ընտրվելու։ Այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները, հա, այսօր մենակ հանրապետականն է հայտարարել, որ արտահերթ ընտրություն, բայց մնացած որ նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում, Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ-որ բան հնչեցրեց, որովհետև իրանք պատրաստ չեն։ Երկրորդը իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են, չէ՞, հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է, դե հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ Բայց 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ
լեգիտիմ է իշխանությունը, իրենք ինչ ընտրություն, իրենք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն, իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը աճ կա, երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում, ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել, ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահայտություն, որովհետև ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան քթի ծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել։ Դուք ասում եք, որ մեղադրանքների մասին ինչ այսօրակարգի, այսօրվա օրակարգի իմաստը ձեր կարծիքով։ Բազմաթիվ մեղադրանքներ։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունի, այսինքն ոչ այն մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ այն մեկին, վայ, տեսա ես, նայել եմ, սխալ գիտես, ոչ այն մեկին ձենն է հերիքում, ոչ այն մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի, խնդրում եմ, լավ էլի խնդրում եմ, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած էր 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տա, այստեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոխփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում։ Երբ որ իրողությունները փոխվում են, միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից, 2023, 2022, 2021 թվականի ռազմական, բայց այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է թե չի ունենում։ Կամ լավ, չենք կատարել, բայց լինում է չէ դեպքեր, երբ որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս։ Այդ տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա, ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության։ Առանցքային հարցերում եք ձախողել բան։ Հասկանալի է, իսկ իրանք իրանց առանցքային հարցում ձախողել են, թե հաջողել են։ Չէ, իրանք իշխանություն են, հա, հենց խնդրեմը է դա, ներողություն, հենց խնդրեմը է, որ իրանք մտածում են, որ իրանք իշխանություն չեն, դուք էլ դա կրկնում եք։ Անդիմությունը Չէ, բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան, բայց իրականում ինչ են անում։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ, դաթորը դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակությունների մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Մենակ չեն օգտվում, պետք է անկեղծ լինենք, հիմա չեն օգտվում, հա։ Նախագծերը, օրենքները, Մի հատ բան ասեմ ձեզ։ Եկեք, ով ասեց իրական չի։ Շատ ձեզ թվում է, որ մի հատ հարց տամ, այսենց էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ այնց իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք լինի, մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք, 6 ամիս հետո։ Ինչա՞։ Չէ։ Անիջան, բարև ձեզ, ես ձեր հարցերին չեմ պատասխանել, որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ ցույց։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել, շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանի Դրա մասին չեմ խոսալու, արդեն խոսացի։ Շրջակա միջավայրի նախարարություն դիմել։ Արդեն խոսել եմ, դրա մասին կխոսեք, հա։ Արդեն կհարցեմ։ Առաջիկա դուք 50+1 կստանաք։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում է 51
հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին, կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարժ գանք։